մեր ընտանիքով, մեր ժողովուրդով, մեր գյուղով նախաձեռնել ենք լոթատար մատաղում։ Մեր գյուղի համար, մեր երկրի համար, ձեր ընտանիքի համար։ Թող ընդունելի լինի, թող նպատակն իրականացում լինի։ Ուզում ենք Հիսուսի արձանել մի հատ կառու եկեք։ Դուք որը որոշեք։ Ծառաբեռնված եք։ Դուք պետք է Ոչ մի ուզում եք ես էլ ընդեղ լինեմ։ Հա, անպայման։ Իրար հետ կբարձանանք, մի քար կդնենք, դեղ էլ մի կտոր աղված իրար հետ կիսենք, միշտ ուրախ հանդիպենք, եղբայր ջան։ Ես գնամ արդեն սպասում եմ, ձեր օջախի հացից գնացեք։ Ապրեք ես Թեև օրն աշխատանքային է, բայց Գագիկ Ծառուկյանին հրազդանում մեծաթիվ մարդիկ են դիմավորում, աղուհացով ու սրտաբաց։ ԲՀԿ ղեկավարի նրանց ուղված խոսքն էլ անկեղծ է։ Հարգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ ինստել ձեր բոլորի ողջունը։ Շրջելով տարածքները ուզում եմ մարդկանց լսեմ, իրենց խնդիրը, խնդրեմը, իրենց հարցերը պատասխանեմ։ Ոչ թե ընտրել ենք շաբաթ օր, կիրակի օր, որ բոլորը տուն լինեն։ Երկու շաբթյա ժամը 11-ն է, բայց կարևորը որ հանդիպել, շփվել։ Ես լինելով 5 գաղթականի 68 օր, ինձ համար շատ կարևոր է փոքրացած Հայաստանի, ճգնաժամապրող Հայաստանի հարևանների հետ օրեցօր վատթարացող հարաբերությունները։ Համոզված լինենք, որ պարոն Ծառուկյանը ամեն ինչ կտանի ճիշտ ուղով, մենք էլ լավ կզգանք։ Հզոր Հայաստան, հզոր Ծառուկյանի հետ կլինի։ Ես ասեմ, ժողովուրդ ջան, այո, Ծառուկյանը կապերն ունի, հնարավորությունն ունի, մոտեցումն ունի, պատկերացումների, վերլուծությունն ունի։ Ասում են բերել ենք խաղաղություն։ Ժողովուրդ ջան, խաղաղությունը ո՞րն է։ Ալիև հետ ոչ մի ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Երեք խոսել է, որ անպայման որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի մեր Արցախի ժողովուրդ եկել այստեղ մնալու տեղ չկա։ Միակ դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, թղթիտակ ստորագրում, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, Վերջացա մենք զբաղվում ենք զարգացման բարեկեցությամբ։ Ես որից եմ եկել, վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ որ խախտեց պատժվելու է։ Թող մի հատ թուղթ ցույց տան։ Ամեն անգամ Ալիևի խոսալուց ես գիշերները չեմ քնում։ Ինձ եւի է բան, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբտանը։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն։ Սրանից հետո պետք է նորմալ հանգիստ։ Թող մի բառ ասեմ խաղաղություն կա։ Խաղաղություն չկա։ Ձեր ծրագրի մեջ մի շատ գեղեցիկ նախադասություն կա, ասում է քաղաքական արտաքին քաղաքականության սուբյեկտ, թե ճնշման օբյեկտ։ Հենց այդ նախադասությունը ինձ թևեր է տալիս ու դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Մեզ ձեր նման մարդիկ են պետք, որպեսզի մենք բարձր գլխով քայլենք, ոչ թե sense գլուխներս կախ, Փաշինյանը ինչ անի, խեղճ ու կրակ, չվախենանք դուրս գանք։ Չկարողանանք ոչ մի բան անել, մեզ փոփոխություն է պետք, բարգավաճ Հայաստան է պետք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։